այսօր մեկնարկեց աշնանային զորակոչի առաջին օրը։ 18 տարին լրացած 20 հայ պատանիներ, ովքեր պիտանի են ճանաչվել զինծառայության համար, համալրել են ազգային բանակի շարքերը։ Նրանք կմեկնեն հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ տարբեր զորամասեր։ 27 տարին չլրացած բոլոր այն զորակոչիկներն, ովքեր նախկինում ունեցել են տարեկետման իրավունք եւ ժամկետը լրացել է, նույնպես զորակոչվել են։ Բացակայություններ չկային։ Լրիվ կազմում ներկայացել են, անցել են բժշկական հանձնաժողով, ճանաչվել են պիտանի եւ մեկնել են զինծառայություն։ Մեկնած բոլոր պատանիներն անցել են նախնական բժշկական հետազոտություն, առողջական խնդիրներ ունեցողներն ուղարկվել են կրկնակի հետազոտության։ Կային զորակոչիկներ, որոնք ունեին թեթև խնդիրներ առողջականի հետ։ Մենք ուղարկեցինք կրկնակի հետազոտման, որպեսզի առողջականը ստուգենք, հետագայում նրանք նորից կզորակոչվեն զինծառայություն։ Ազգային բանակ մեկնեցին եւ մինչեւ դեկտեմբերի 30-ը կմեկնեն 1993 թվականին ծնված երիտասարդները։ Այսօր դերտանք բանակ, այնք էլի ծառայենք, հայրենիքին օգուտ տանք։ Հայրենիքի սահմանները պաշտպանենք։ Ես երկու հատ ճանապարհել եմ, ընդունել եմ 10 իրանցը, նյան փորձանք ծառայենք։ Առողջություն, քաջ ծառայություն, մեր հայ երկրի համար, մեր հող ու ջրի ընձի ու քեզ համար, բալիճան։ Ես եմ ցանկանում մեր երիտասարդությանը։ Ամենալավ բարիկը աշխարհին խաղաղություն, այդան ծառայենք ան։ Ցանկանամ որ խաղաղություն եղնի այս մեր աշխարհին, այս մեր երեխեքի իշտան հանգիստ խաղաղ ծառային, իրանց պարտքը տան ու ետ կան։ Այդ կան բոլորի հետ, Աստված եղնի բոլոր տղեկի հետ։ Ցայք հեռուստաընկերություն Ազդարար։